Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևի դարը հիշողություններում շարունակում է խորը սպիացած մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարբեր բանակցային գործընթացներում ԵՀԿ Մինսկի խմբի անդամների միջնորդությամբ կոնֆլիկտային իրավիճակը հարթելու հայտարարություններն ու առաջարկները։ Ալիևը նեղացած երեխայի պես տարբեր առիթներով բողոքում էր, դժգոհում, որ օրինակ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նա միշտ է դժգոհել ԵՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, աշխատանքից. Political means there is no need for Minsk group any longer. Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱԿ Մինսկի խումբը։ Այդ կառույցը լիովին ձախողվել է հայ-ադրբեջանական անցյալի հակամարտության կարգավորման գործում։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այս հարցում։ Ալիևը հիմա ուզում է ասի, որ խնդիրը այլևս լուծված է, կոնֆլիկտը չկա, դրա համար լուծարեք։ Որտեղ եթե դուք դա պահպանելու եք, ապա միշտ այդ ինստիտուտը կարաշուր գա եւ ասի այդ խնդիրը կա, եւ մենք պետք է շուտ հարցեր քննարկենք։ Փորձում է դրանով իր վերջակետը դնի, որ այլևս ասի այդ կոնֆլիկտը չկա։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով հայտարարեն, թե պատրաստ են եւ կողմ են այդ ձևաչափի լուծարմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը համընթաց, քաղաքագիտական համայնքն ու ԵՀԿ Մինսկի խմբի գործունեությանը քաջածանոթները կփաստեն, այդ ձևաչափը ամենակարևորներից է, որի անդամ երկրների ղեկավարները բանակցային տարբեր գործընթացներում լրջագույն քննարկումներ են ունեցել կոնֆլիկտային խնդիրներին լուծում տալու հարցում։ Իրար հետ մտցելով միասնական որոշումներ էին ընդունում մի թեմայի մասին։ Այս իմաստով եթե նայեք, նույնիսկ իրանք չեն խոսում լուծարման մասին։ Բողոքում են, որ չի հասկացում, որտեղ հարաբերությունները վատ են եւ այլն եւ այլն։ Բայց այդ միասին չեն լուծարում, որովհետեւ դեռ իրար շահերի մեջ կա այս տարածաշրջանում ունենալ ազդեցության լծակ։ Այդ ինստիտուտը չի կարելի վերացնել։ Այդ ինստիտուտի համար պետք է կռիվ տալ բայ, որտեղ գալիք սերունդները պետք է ունենան այդ հնարավորությունը։ Որքան էլ Ալիևը բարձրագոչ հայտարարություններ անի, հայտարարի, որ պետք է լուծարվի ԵԱԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները հաստատվում են կոնսենսուսով։ ԵԱՀԿ ցանկացած անդամ պետություն կարող է հայտարարել, որ ինքը համաձայն չէ այդ լուծարմանը։ Վաղը կարող է Հայաստանն ու Ադրբեջանը վեճեն անասեն, ուզում ենք լուծարենք, որևէ մի երկիր ասի չէ, ես համաձայն չեմ, որովհետեւ խնդիրը չի լուծվել, ոնց է, ինչ մասն է։ Արցախի հարցը իրանք ունի վերադարձ։ Արցախի հարցը իրանք ունի իր պատմական լուսարձանների համար։ Ցանկացած անդամ կարող է խնդիրը բարձրացնել, գերխենիքի ժամանակ խոսալ, նման անել։ Որքան էլ Մինսկի խումբը այս պահին ներգրաված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում, որպես ակտիվ միջնորդ, այնուամենայնիվ այսօր էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար այն դեռ լծակ է տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար։ Ալիևը շատ լավ է հասկանում, որ սա պարզապես թեմա է Հայաստանի վրա ճնշում օգտագործելու։ Օգտագործում է եւ ճնշումները հերթական պարտության դատան։ 2021-ին Ալիևն ու Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին, ինչը երկու երկրների հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասցնելուն էր ուղղված։ Քաղաքագետի ձևակերպմամբ այդ հռչակագրի ստորագրումից հետո ինչ ձևաչափ էլ առաջարկեն Ադրբեջանն ու Թուրքիան, եղբայրական այդ երկրների համար այն տարածաշրջանային առևտրի ֆորմատ է դառնալու։ Այդ հարթակում ըստ քաղաքագետի ամեն ինչ քննարկվելու է բացի Արցախի հարցից։ Հենց այդ հարթակներից է 3+3 ձևաչափը, որտեղ ըստ մասնագետի Արցախյան կոնֆլիկտի թեմա ընդհանրապես չի կարող լինել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Լավրովը Ռուբիոին ներկայացրել է Դոնալդ Թրամփի եւ Պուտինի մայիսի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին ընթരാճ ռուսական կողմի նախատեսվող կոնկրետ առաջարկները։ Ռուբիոն իր հերթին ընդգծել է նախագահ Թրամփի վճռականությունը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու ուկրաինական հակամարտությունը։ Նա նաեւ վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը աջակցելու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտիես Կարբոնելին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացումը, ընդգծվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու նոր գործընկերության օրակարգի արդյունավետ իրագործման կարևորությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային գործակցության դրական դինամիկան։
Թուրքիայի նախագահը կմեկնի Ադրբեջանն Ալիևի եւ Պակիստանի վարչապետի հետ մասնակցելու Լաչինի միջազգային օդանավակայանի բացմանը։ Պակիստանի վարչապետը արդեն Լաչինում է, օդանավակայանը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։ Թուրքական Անադոլու գործակալությունը հիշեցրել է, որ Էրդողանն ավելի վաղ մասնակցել էր նաեւ Ֆիզուլիի եւ Զանգիլանի օդանավակայանների բացմանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր մշակել։ Նրա տեղեկացմամբ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները համապատասխան պայմանավորվածությունների առկայության դեպքում որոշակի ժամկետով հնարավոր զինադադարը։ Զախարովան հայտարարել է, որ պատրաստ լինելուց անմիջապես հետո փաստաթուղթը կփոխանցվի ուկրաինական կողմին։ Երևանում մեկնարկել է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային վիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի տարածք, նշել է Փաշինյանը։ Հույս կա, որ 2026-ին կավարտվի պատերազմը եւ ռուսական տնտեսությունը կհայտնվի ուժեղ պատժամիջոցների տակ, սակայն դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու ուժեղ քայլեր։ Այս մասին հայտարարել է Զելենսկին։ Իհարկե, մենք հասկանում ենք բազմաթիվ հետախուզական գործակալությունների շատ երկրների վերլուծականների վերլուծությունը։ Մենք հասկանում ենք, թե բյուջեի դեֆիցիտը որքան է լինելու։ Միգուցե դա աղետալի չէ նրանց տնտեսության համար, քանի որ այն հիմնականում ստվերային է, ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ ըստ նրա դժվար է վերլուծել, թե ինչն է ստվերում Ռուսաստանում եւ որքան ռեզերվ ունի այն պատերազմելու համար։ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Զելենսկու հետ, թե որքան է անկեղծ Վլադիմիր Պուտինը պատերազմի դադարեցման հարցում, Թրամփը խոստացել է իմանալ մոտ 2 շաբաթից։ Մենք կիմանանք, նա մեզ խաբում է, թե ոչ։ Եթե այո, մենք մի փոքր այլ կերպ կպատասխանենք, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը։ Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, նաև Հայաստանի կողքին, Երևանում վստահեցրել է Ժան-Նոել Բարոն։ Հարկ եմ համարում ընդգծել մեր գործակցությունը պաշտպանական ոլորտում, թե մասնագետների վերապատրաստումների, թե սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը։ Միրզոյանի հետ համատեղասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւ պնդել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել։ Բուրըն քննարկման արժանացած 15-ից 20 միլիոն դրամ գումար վճարիր մեկ կամ մի քանի ամիս կծառայես նախագիծը պետք է քննարկվեր Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում։ Նիստը սակայն տեղի չունեցավ։ Հանձնաժողովի նիստը վարող ԿՊԱ-ական падգամավորը հայտնեց, որ ավելի հրատապ եւ կարեւոր նախագիծ ունեն քննարկելու եւ հետո հիշեցրեց, որ վճարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագիծը մանրակրկիտ քննարկելու կարիք ունի։ Մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում։ Հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհանուր մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը։ Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Նախագծի քննարկումը չեղարկվեց հանձնաժողովի անդամ ընդդիմադիր падգամավորների գնահատական այդ նախագծի վերաբերյալ նույնն է, այն հակասահմանադրական է, թերի, վտանգներով լի եւ ոչ թե խթանելու է զորակոչի ենթակա երիտասարդ տղաների ներգաղթը, այլ բերելու է արտագաղթի թվերի ավելացմանը։ Շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչը իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետ վերադարձ, բերելու է արտագաղթի կանխում։ Ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց քրեական հետապնդումից ազատվելու, բայց
Թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա։ Գումարը կվճարեն կարճ ժամկետով կծառայեն ունևոր խավի փողատերերի զավակները, չունևորներն էլ սոցիալապես անապահովներն էլ կգնան ծառայության կամ ժամանակից շուտ կարտագաղթի արտասահման մինչև ծառայելու համար նախատեսված զորակոչային տարիքը կհասնի 37-ի։ Դրանից հետո նա կամ կվերադառնա երկիր կամ այլ զարթողի ճանապարհների կդիմի։ Եթե 9-10 տարի կարողացել է առանց Հայաստան ներկա գալու ապրել, եթե մինչև 27 տարեկան համբերել է, ինքը նաև համբերի մինչև 37 տարեկան։ Սա հասարակական տարբեր խմբերի մեջ բերելու է մեծ բախումների եւ ակնհայտորեն արդարության սկզբունք այստեղ ամբողջությամբ փլուզվում է։ Ռազմական ոլորտի շատ մասնագետներ էլ առաջարկում են մտածել ջանք թափել, թե ինչպես անել, որ բանակում ծառայելը դառնա գրավիչ, ներքին կանոնակարգային համակարգը լինի առողջ, զինված ուժերում չլինեն մահեր, արտակարգ դեպքեր խաղաղ պայմաններում, եւ ի վերջո կոռուպցիան, վատ բարքերն արմատախիլ պետք է արվի զինված ուժերից։ Բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել։ Ռազմական ոլորտի մասնագետները շատ հետաքրքրական եւ կարեւոր առաջարկներով են հանդես գալիս 21-րդ դարում պետություններ կան, որոնք պրոֆեսիոնալ վճարովի բանակներ են կառուցում։ Միլիոնավոր դոլարների հասնող գումարները, որ պետությունը ծախսում է վարժական հավաքների կազմակերպման, անցկացման համար, կարելի է գործածել պրոֆեսիոնալ բանակ կառուցելու վրա։ Մասնագետները վստահ են, բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն կհայտնեն ընդգրկվել պրոֆեսիոնալ բանակում եւ ծառայել աշխատավարձի դիմաց։ Պեկ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող առևտրային ընկերությունը կանխիկ վճարումների դիմաց ՀԴՄ կտրոններ չի տրամադրել, փոխարենը օգտագործելով ներքին փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել է շուրջ 2.6 միլիարդ դրամի հարկերից։ Ընկերության գործունեության վերաբերյալ հավաքագրված փաստերի հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Պեկը հիշեցնում է ՀԴՄ-ով մուտքագրում չիրականացնելը կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ։ Քննչական կոմիտեն ավարտել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի եւ մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների, յուրացումների եւ պաշտոնեական կեղծիքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Քննության պարզվել է, որ տնօրենը կեղծ տվյալներով աշխատանքի ընդունել մի խումբ անձանց, որոնց անունով փոխանցված աշխատավարձերը կանխիկացվել եւ փոխանցվել են նրան։ Գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք անձանց, ներառյալ նախկին տնօրեն ԼՄ-ին, հաշվապան ՆՀ-ին եւ այլոց։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Էսի խմելու ջուրա, չէ՞։ Խմելու մաքուր շենքում մի գրամ ջուր չկա։ Անձրև չկա, բայց Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 51 եւ 51 կոտորակ 1 շենքերի դիմաց արվակներ են հոսում, այն էլ խմելու ջրի։ 4 օր է մաքուր ջուրը այսպես անխնա կորում է, մինչդեռ բնակիչներն այդ նույն ժամանակահատվածում խմելու ջուր չունեն։ 4 օր շենքերը ջուր չունեն։ Բա օֆսի փագել էին այն շենքերն են, ժողովուրդը բացել են։ Փագել են ոչ չերերը։ Էսա խմելու, նայ զուլալ ջուրը է։ Բնակիչներն ասում են վիոլյա ջրին ահազանգել են հենց առաջին օրից ու ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։ Զանգել են, գնացել են։ Չգիտեմ, ցելում են, ամեն ձև։ Ջուրը ասել է մեր գործը չի, բայց որ զանգեն Գազպրոմ 185 զանգալը ժողովուրդ ջան, ինչ են պատասխանը ձեզ։ ասել են ձեր գլխին չարը կա։ Խնդրի մասին նաև Երևանի քաղաքապետարանին են տեղեկացրել, ըստ բնակիչների այնտեղից էլ պատասխանել են, թե խնդիրը իրենց տիրույթում չէ։ Ջուրը սենց գալիս է Արաբկիրի քննչական բաժնի դեմով։ Նայ, ինա էսա ջրաչափը։ Կոտրած չի։ Արդյունքում խմելու ջրի հոսքը Կոմիտասի փողոցներով կանգ չի առնում, իսկ բնակիչները շարունակում են ջուրը գնել, բնակարաններում ծորակներից ջուր չի գալիս։